Բարի երեկո, դուք դիտում եք Հորիզոնը։ Տիրանայում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրանք Ալբանիայի մայրաքաղաքում մասնակցում են եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին։ Ինչ գագաթաժողովը վարչապետը երկկողմ հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում անդրադարձել է ոչ միայն Հայաստան-Եվրամիություն օրակարգի, այլև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի հետ կապված հարցերին։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը գումարվում է արդեն 6-րդ անգամ։ Այն առաջին անգամ գումարվեց 2022-ին Պրահայում։ Հենց այդ շրջանակում էր, որ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունվեց հայտարարություն, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ 3 տարի անց, երբ Եվրոպական քաղաքական համայնքի այս գագաթաժողովին մասնակցելու համար Ալբանիայի մայրաքաղաքում են նաև Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, համաձայնեցված է խաղաղության պայմանագրի տեքստը։ Բայց տեքստը վերջնականացված լինելու մասին հայտարարությունից հետո Բաքուն նոր պահանջներ է ներկայացնում, ձգձգելով գործընթացը։ Համաձայնագիրը վերջնականացված լինելու մասին հայտարարությունից հետո առաջին անգամ են մեկ վայրում Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։ Եվ սա առիթ էր, որ երկու երկրների բարձրագույն ներկայացուցիչները հանդիպեն իրար։ Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակը եւ կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը։ Ընդամենը մեկ օր առաջ վարչապետը ոտքի վրա պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին անդրադարձել էր Հայաստանի սահմանադրության փոփոխությանն ու Մինսկի խմբի լուծարման հարցերին, որոնք բարձրացրել է Ադրբեջանը։ Ադրբեջանը բարձրացնում է երկու հարց, դրանցից մեկը Մինսկի խմբի լուծարումն է, այդ օրակարգը մեզ համար ընդունելի է։ Մենք ուզում ենք համոզվել, որ Ադրբեջանի ցանկությունը անկեղծ է, իր տարածքում հակամարտության փակումն ու այն Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխումը չէ։ Դրա համար մենք առաջարկում ենք համաձայնագրի ստորագրումը եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցով դիմել է անել միաժամանակ։ Անդրադառնալով սահմանադրությանը վարչապետը հետևյալն է ընդգծել. Մենք վերլուծել ենք մեր սահմանադրությունը, գիտենք, թե ինչ հարցեր է բարձրացնում Ադրբեջանը։ Ակնհայտ է, որ մեր այժմյան սահմանադրության մեջ չկան հարևանների տարածքների նկատմամբ հավակնություն պարունակող կետեր։ Դա իրավական հաստատուն փաստ է եւ դա շատ կարեւոր է։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նաև խաղաղության պայմանագրի հոդվածներին է հղումարել։ Արդեն համաձայնեցված տեքստում շատ պարզ եւ հստակ գրված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ընդունում են միմյանց տարածքային ամբողջականությունը ըստ Ալմաթիի հռչակագրի։ Դա նշանակում է անկախ Հայաստան խորհրդային Հայաստանի սահմաններով եւ անկախ Ադրբեջան խորհրդային Ադրբեջանի սահմաններով։ Մենք էլ ունենք անհանգստություններ, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնություններ կան, բայց մենք այդ հարցը Ադրբեջանի նման չենք բարձրացնում։ Ինչու՞, որովհետեւ մենք տեսնում ենք, որ խաղաղության համաձայնագրով այդ հարցը լուծված է։ Ընդհանրապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող գործընթացները վարչապետը քննարկել է նաեւ եվրոպացի գործընկերների Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանը։ Եվրամիության ներկայացուցիչները ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, ընդգծելով դրա կարեւորությունը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման համար։ Կառավարության հաղորդագրության համաձայն եվրոպացի պաշտոնյաները ընդգծել են Եվրամիության պատրաստակամությունը շարունակելու աջակցել խաղաղության գործընթացին եւ խթանել տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատումը։ Անդրադարձ է եղել նաեւ խաղաղության խաչմերուկ նախագծին։ Անտոնիո Կոշտան եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել են նախագիծը եւ կարեւորել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։ Այդ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցերը։ Եվրոպացի պաշտոնյաները ողջունել են եւ կարևոր քայլ են համարել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը։ Նաև ընդգծել են վիզաների ազատականացման գործընթացի երկուստեք արագացնելու կարևորությունը։ Ավելի ուշ թե խաղաղության համաձայնագրի, թե Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների թեման վարչապետը քննարկել է նաև Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հանդիպմանը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն նրանք կարևորել են խաղաղության համաձայնագրի ստորագրումը ի նպաստ տարածաշրջանում կայունության ու համագործակցության։ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության համատեքստում էլ նրանք գոհունակություն են հայտնել հարաբերությունների զարգացման ուղղությամբ տեղի ունեցող գործընթացներից եւ նշել, որ բարձր մակարդակի ակտիվ շփումները նոր ազդակ կհաղորդեն համատեղ ծրագրերին։ Քրիստինե Ալագուլյան, Հորիզոն։ Գագաթաժողովի շրջանակներում վարչապետ Փաշինյանը զրույցներ է ունեցել տարբեր գործընկերների հետ, այդ թվում Գերմանիայի նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի։
Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Մերցի զրույցում նախ շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու առիթով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա փոխգործակցության զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը վերաբերող հարցեր։ Վարչապետը կարճատև զրույցներ է ունեցել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետի, Թուրքիայի նախագահի, Հունգարիայի վարչապետի, Մոնակոյի արքայազնի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Խորհրդարանական 3 խմբակցությունների ներկայացուցիչները այսօր մասնակցել են ճեպազրույցներին, падգամավորները անդրադարձել են խաղաղության համաձայնագրին եւ հայ-ադրբեջանական բանակցություններին։ Այսպես ասած, անգամ իրականության մեջ եթե դիտարկենք Ադրբեջանի մտահոգությունները կապված Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ, նախ մենք էլ ենք արձանագրում, որ մենք էլ ունենք ուրեմն մտահոգություններ կապված Ադրբեջանի սահմանադրության հետ, նաև քաղաքական գործընթացների հետ որոշ շրջանակների կողմից Ադրբեջանում տեղի ունեցող, որոնք էլի տարածքային պահանջների մասին են Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մենք կոնկրետ առաջարկությամբ ենք հանդես եկել, այս բոլոր հարցադրումները եւ մտահոգությունները փարատվում են խաղաղության պայմանագրի տեքստում, այն իմաստով, որ միջազգային պայմանագիրը վեր է ներպետական օրենսդրությունից եւ հետեւաբար այս մտահոգությունները երկու կողմից եղած, ուրեմն հողի վրա այլևս փարատված կլինեն, եթե մենք ստորագրենք խաղաղության պայմանագիրը եւ առաջարկում ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել ուրեմն նույն տեղում, նույն ժամին, ինչպես վարչապետը նշեց, ԵԱԿ Մինսկի խմբի ուրեմն լուծարման մասին համատեղ հայտարարության հետ։ Եվ այսպես ենք մենք պատկերացնում խնդրի լուծումը, սա է մեր առաջարկը Ադրբեջանին եւ մենք ակնկալում ենք կառուցողական մոտեցում։ Ուր ենք հասել բանակցային գործընթացում։ Ով է առասարակ քննարկում կամ հիշում, թե որտ կետին ենք հասել, որովհետեւ դրանից է կախված, թե ինչ է սպառնում Հայաստանին եւ ինչ է առաջիկայում սպասվում առասարակ Հայաստանի Հանրապետությանը։ Հանրության հայտարարվեց, որ բանակցությունները Ադրբեջանի հետ ավարտվել են։ Փաստաթուղթը, որը բաղկացած է 17 կետից, չի հրապարակվում, թաքցվում է հասարակությունից եւ այն պարզ հարցի պատասխանը, թե ինչու չի ստորագրում փաստաթուղթը, մի կողմ դնենք այն բազմաթիվ խնդիրները, որոնք առկա են ողջ բանակցային գործընթացում, մեր հանրությունը այդ հարցի պատասխանը չի ստանում։ Սահմանային իրավիճակը վերջին շրջանում բավականին կարելի է ասել նաև լարված է եւ արտահայտում են հրաձգությամբ, ընդ որում այդ հրաձգությունը տեղի է ունենում միայն Ադրբեջանի կողմից եւ բացի դրանից նաև իրենք ապատեղեկատվություն են տարածում, սա նշանակում է, որ իրենք հենք են ստեղծում շարունակաբար ազդելու հայկական կողմի վրա, դրա գնահատականը պետք է տա պետությունը, անվտանգության խորհուրդը եւ հատկապես պաշտպանության նախարարությունը եւ պատասխանները պետք է համարժեք լինեն, գիտեք, որ նախկինում պարտադրողի դերում հայկական կողմներ միշտ համարժեք պատասխաններ էր տալիս, բայց Հայաստանի անվտանգության խորհուրդը, անվտանգային համակարգը լուրջ հետևություններ պետք է անի, սա նպատակը մեկն է, սահմանը լարված պահել, այդ լարվածությամբ նաև ազդել հայկական կողմի վրա, բացահայտել ինչու չէ նաև հայկական կողմից համապատասխան պատրաստակամություն եւ նաև շարունակական դարձնել այն ճնշումները, այն պարտադրումները, որ կան հայ-ադրբեջանական հարաբերություններում եւ նաեւ այդ խաղաղության օրակարգի իրենց նպատակներին հասնելու ուղղությամբ։ Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատողների աշխատանքային խմբի հանդիպում, որը վարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Քննարկվել են անշարժ գույքի միջազգայնացման ուղղված գործիքների կիրառմանը, պետական մարմիններում գանգատարկման հանձնաժողովների ձևավորման կամ ներդրման հանրահաշտությանը, կառուցապատող ընկերությունների սնանկության վարույթի առանձնահատկություններին վերաբերող հարցեր։ Այսօր մեր երկրում նշվում է ուսանողների եւ երիտասարդների օրը, այդ առիթով շնորհավորական ուղերձ է եղել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Սիրելի ուսանողներ եւ երիտասարդներ, 1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում ընդունեց, նշանավորելով Հայաստանի նոր պատմության ընթացքում բարձրագույն կրթական համակարգի ձևավորման մեկնարկը։ Այդ որոշումը կայացվեց չափազանց բարդ դրության պայմաններում, երբ երկիրը կանգնած էր բազում մարտահրավերների եւ օրհասական խնդիրների առաջ։ Այդ իրավիճակում, երբ պետությունը լուծում էր սովի, փախստականների, կենցաղային, առօրյա եւ հրատապ հարցեր, այդուհանդերձ կրթությունն առաջնահերթություն դիտվեց։ Մասնագիտական կադրերի պատրաստման հնարավորության ստեղծումը Հայաստանի Հանրապետությունում թե երկրի զարգացման երկարաժամկետ ռազմավարության, թե նաեւ ինքնիշխանության ամրապնդման քայլ էր։ Այսօր հնարավորությունը մի կողմից մեր գովասանքն արտահայտելու ժամանակին այդ կարևոր նախաձեռնության եւ քայլի համար, չափազանց բարդ իրավիճակներում, մյուս կողմից այսօրվա մեր պատասխանատվությունը գիտակցելու եւս մեկ առիթ։ Այսօր էլ մեր երկիրը բազում մարտահրավերներ ունի եւ կրթությունն է դրանց արձագանքելու ամենակարևոր եղանակներից մեկը։ Այն կրթությունը, որը մրցունակ է եւ այդպիսին է դարձնում անհատին ու պետությանը, առանց մեկը մյուսին հակադրելու։ Մրցունակ անհատն է, որ իրացվելով եւ ստեղծագործելով իր լավակեցությամբ նաեւ երկրի բարեկեցությունն ու անվտանգությունն է կառուցում։ Կառավարության նախաձեռնած ծրագրերն ու բարեփոխումները միտված են կրթական համակարգի մրցունակության բարձրացմանը, որն առաջին հերթին արտացոլելու է յուրաքանչյուր քաղաքացու մրցունակության բարձրացման միջոցով։ Այս գործընթացը պահանջում է, որ մենք բավարար ազնիվ ու համարձակ լինենք եղած խնդիրները ձևակերպելու համար եւ հետեւողական ու համբերատար լինենք դրանք լուծելու համար։ Սիրելի ուսանողներ, սիրելի երիտասարդներ, այսօրը նշելով նաեւ իբր Հայաստանի Հանրապետությունում ուսանողների եւ երիտասարդների օր, մաղթում եմ, որ վստահ առաջ գնաք ձեր ընտրած ճանապարհով, չվախենալով սխալվել եւ սայթաքել։ Հաջողությունները գալիս են հետևողական ջանքի, անընդհատ սովորելու եւ սայթաքելուց հետո առաջ շարժվելու արդյունքում։ Շնորհավորում եմ նաև Երևանի պետական համալսարանին հիմնադրման 106-ամյակի առթիվ, ակնկալելով, որ համալսարանը կլինի նաև բարձրագույն կրթության եւ գիտության բարեփոխումների առաջատար, նորովի վերահաստատելով իր պատմական եւ հանրային նշանակությունը։ Մայիսի 17-ին թանգարանային գիշերն է ժամը 11-ից մինչև կեսգիշեր թանգարանները կգործեն անվճար, իսկ մայիսի 18-ին թանգարանների միջազգային օրը մուտքը ազատ կլինի հիմնական ցուցադրության ժամերին։ 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհուրդը նպատակ ուներ ստեղծելու մի օր, որը հնարավորություն կտար ամբողջ աշխարհում ընդգծել թանգարանների նշանակությունը, ոչ միայն պատմությունը պահպանելու, այլև ներկան ձևավորելու եւ ապագան կրթելու հարցում։ Այսպես էլ ստեղծվեց Թանգարանային միջազգային օրը։ Եթե սկզբնական փուլում այս նախաձեռնությանը միանում էին մի քանի տասնյակ երկրներ, ապա այսօր այն վերածվել է համաշխարհային շարժման։ Ավելի քան 150 երկրում գործող շուրջ 30,000 թանգարաններ։ Դրանից ուղիղ 20 տարի անց էլ 1997 թվականին Բեռլինում առաջին անգամ տեղի ունեցավ թանգարանային գիշերը։ Այս տարի երկու իրադարձությունները կհաջորդեն իրար։ Շաբաթ օրը մայիսի 17-ին կանցկացվի թանգարանային գիշերը, հաջորդ օրը թանգարանների միջազգային օրը։ Մշակույթը դիտում ենք որպես ինքնաբավ ոլորտ։ Դա ոլորտ է, որը հանրային զարգացման եւ նաեւ տնտեսական զարգացման հարցում ունի էական նշանակություն։ Պետք է նշեմ, որ 2024-ի ավարտի դրությամբ մենք մեր թանգարաններում ունեցել ենք ավելի քան ուրեմն 1,245,000 այցելու, որից 50%-ը զբոսաշրջիկներ են, եւ սա կարեւոր է, որովհետեւ թանգարանները նաեւ զբոսաշրջության զարգացման շատ էական մասնակից են։ 2024 թվականը հայկական մշակութային կյանքում կարևորվեց։ Բրիտանական թանգարանից Հայաստան բերված Անահիտ Աստվածուհու բրոնզաձույլ արձանի 6 ամիս տևած ցուցադրությամբ, որը դարձավ ռեկորդային իր այցելությունների թվով։ Այս տարի եւս կլինեն համագործակցություններ միջազգային թանգարանների հետ։ Դրանցից մեկը կլինի սեպտեմբերին Լուվրի հետ։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը թանգարանային կյանքում կարևորեց էլեկտրոնային միասնական տոմսային համակարգի ստեղծումը, իսկ առաջիկայում նաեւ համակարգում կներդրվի հուշանվերների առցանց խանութը։ Սա նաև հանրահրճակում է թանգարաններին եւ լրացուցիչ առիթ դարձնում ուրեմն ունեցածդ ուրեմն հուշանվերի հետևից գնալ եւ թանգարան եւս մեկ անգամ այցելել եւ կարծում եմ, որ սա մի ուղղություն է, որի մասով մենք շատ ավելի ակտիվ ենք առաջիկայում աշխատելու։ Ծրագրով նախատեսված է թանգարաններում ավելացնել սրճարաններ, որտեղ այցելուները կկարողանան հանգստանալ, խորհել, վայելել ցուցադրությունը։ Իսկ թանգարանների մարքեթինգով կզբաղվի մշակույթի զարգացման հիմնադրամը։
Այս շրջանակներում արդեն որոշ թանգարաններ ռեբրենդինգի են ենթարկվել։ Հավատում ենք, որ այս ձևաչափով թանգարանը իրոք ամբողջությամբ այլ բովանդակություն է բերում։ Նոր ձևաչափը թանգարանի, որը նաև իրականացվեց անցյալ տարի, մեր նոր կոնցեպտը կտեսնեք, գլոբալ կոնցեպտը, հենց նրա մասին էր, որ թանգարանը դառնում է մի հարթակ, որտեղ յուրաքանչյուր անհատ կարող է ակտիվացնել իր 5 զգայարանները, որտեղ մարդուն տրվում է այդ հետաքրքիր փորձառությունը։ Տարվա կարևոր հոբելյաններից մեկը Ավետիք Իսահակյանի 150-ամյակն է։ Այս առիթով թանգարանը եւս նոր շունչ է առելու այցելուների առաջ իր դռները բացելու է նոր ցուցադրությամբ։ Թանգարանը նոր ցուցադրություն է ունենում, որտեղ նոր Իսահակյան ենք բացահայտելու իրականում, մեզ համար բացահայտելու ենք յուրաքանչյուրս մեր Իսահակյանին ավելի մտերիմ, ավելի ջերմ, ավելի մոտ։ Թանգարանի աշխատողները նվիրյալներ են։ Այս խոսքերը մամուլի ասուլիսի ընթացքում մեկ անգամ չէ որ հնչեց։ Նախարար Անդրեասյանը հայտնեց, որ պետք է թանգարանի աշխատակիցների գործը գնահատվի եւ արժեվորվի։ Միջոցառման ավարտին Հայաստանի տարբեր մարզերի թանգարանների աշխատակիցներ արժանացան շնորհակալագրերի, պատվոգրերի ու ոսկե մեդալների։ Հսկայական աշխատանք, մի ման կարող եմ ասել, թանգարանի աշխատողը պիտի լինի նվիրալ, եթե չեղար նվիրել, թանգարանը չի լինի, ուղղակի չի լինի, նվիրվես, սիրես, անես ջերմությամբ, որը մենք մեր թանգարանում անում ենք։ Նշենք, որ մայիսի 17-ին առավոտյան 11-ից մինչև կեսգիշեր թանգարանները կլինեն բաց ու անվճար, իսկ կիրակի աշխատանքային ժամերին թանգարանները կընդունեն իրենց այցելուներին։ Լիպսիմե Ավակյան, Հայկ Սուքյասյան, Հորիզոն։ Ասիայում կրկին գլուխ է բարձրացնում կորոնավիրուսը, այդ հիվանդության ցուցանիշների կտրուկ աճ է արձանագրվել մի շարք երկրներում, մեր հարևան պետություններում եւս կորոնավիրուսի նոր շտամը մասնագետների անհանգստության պատճառ է դարձել։ Շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, եւ կրկին Չինաստանից սկսվեց։ Այդ թվում նաև Չինաստանի, մասնավորապես ափամերձ շրջաններում է տարածված այժմ կորոնավիրուսը եւ Հոնգ-Կոնգում ամենաբարձր ցուցանիշներն են։ Բացի այդ, մեծ աճ է նկատվում Թայլանդում, Սինգապուրում։ Bloomberg գործակալությունը տեղեկացնում է, որ իշխանությունները դիմել են քաղաքացիներին կոչ անելով կրկին դիմակներ կրել եւ վերսկսել զանգվածային պատվաստումը, իսկ նրանց ով արդեն պատվաստված է եղել, առաջարկում են վերապատվաստվել։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Հոնգ-Կոնգում 30 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Սինգապուրում օրեկան ավելի քան 130 մարդ է հոսպիտալիզացվում, մահացության ցուցանիշները ավելի ցածր են։ Թայլանդում վերջին 4 ամսվա ընթացքում ավելի քան 55,000 դեպք է արձանագրվել եւ տասնյակ մահացածների մասին է խոսք գնում։ Լաոսում եւս աճ է նկատվում, իդեպ Լաոսի նախագահը ինքն էր հիվանդացել կորոնավիրուսով, ինչի հետևանքով չէր կարողացել Մոսկվա ժամանել այդ շքերթին մասնակցելու համար։ Ամենատարածված շտամերն են LF7 եւ NB18-ը։ Նույն սիմպտոմները ունեն, ինչ ավանդական այդ կորոնավիրուսներ, կոկորդի ցավ, գլխացավ, բարձր ջերմություն, հազ, իսկ LP81 շտամը աշխարհի արդեն 23 երկրում է արձանագրվել, մասնավորապես նաև Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ճապոնիայում, Ավստրալիայում եւ նաև Եվրոպայում։ Մեծ Բրիտանիայում վերջին 3 ամսվա ընթացքում այդ շտամի դեպքերը 60%-ի աճ են արձանագրում։ Բացի այդ, չինացի վիրուսոլոգները նոր կորոնավիրուսի տարբերակ են հայտնաբերել, որը իդեպ կրկին չղջիկից է առաջացել եւ կարող է տարածվել նաև մարդկանց վրա։ Արտյոմ, վերջին 2-3 տարիներին անընդհատ ես հիշում եմ բռնկումներ եղել են եւ եթե ամեն ինչ լուրջ է, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետք է արձագանքեր։ Դե 23 թվականին միջազգային առողջապահության կազմակերպությունը հայտարարեց, որ այլևս պանդեմիայի ռեժիմ չկա, այս նոր բռնկումը գնահատում է առայժմ ոչ որպես գլոբալ, բայց կոչ է անում չափազանց զգուշավոր լինել եւ համագործակցում է մասնավորապես Ասիայի պետությունների ղեկավարների հետ այնպես լոկալիզացնելու նպատակով, բայց վերջերս առողջապահության միջազգային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գոբրեոլոսը հայտարարել էր, որ պանդեմիայի գլոբալ վերսկսումը անխուսափելի է։ Մեջբերեմ նրա խոսքերը, ուշ թե շուտ կրկին նոր պանդեմիա տեղի կունենա եւ դա
տեսական ռիսկ չէ, այլ վստահություն։ Մենք դրան պետք է պատրաստ լինենք։ Հիշեցնեմ, առողջապահության միջազգային կազմակերպության տեղեկությունների համաձայն այդ պանդեմիայի արդյունքում մոտ 20 միլիոն մարդ էր մահացել մոլորակում եւ հիվանդությունը տնտեսությանը հասցրել է ավելի քան 10 տրիլիոն դոլարի վնաս։ Իսկ տեղակ ես Հայաստանում ինչ ցուցանիշներ կան։ Հայաստանում բարեբախտաբար ոնց հասկանում եմ որևէ աճի մասին խոսք առայժմ չկա, վերջին այսպես հնչեղ դեպքը կորոնավիրուսային ինֆեկցիայի տեղի էր ունեցել 5 ամիս առաջ, երբ Հայաստանի վարչապետի աշխատակազմն էր տեղեկացրել, որ երկրի ղեկավարը կորոնավիրուսային ինֆեկցիա է տանում, ինչի հետևանքով չի կարողանա մասնակցել Սանկտ Պետերբուրգում անցած այդ ԱՊՀ գագաթնաժողովին, բայց ոմանք կարծում են, որ դա քաղաքական ինֆեկցիա էր, բայց վտանգը նրանում է, որ արդեն մեր հարևան պետություններում կորոնավիրուսի հիվանդության աճի տենդենս է նկատվում, իսկ Իրանում անգամ կտրուկ աճի մասին են խոսում։ Բացի այդ, գիտենք, որ Հայաստանի տուրիստական գործակալություններից շատերը տուրիստական տուրեր են կազմակերպում դեպի Թայլանդ, ուր ամենամեծ ցուցանիշներն են այժմ կորոնավիրուսի, վերջին շաբաթների ընթացքում 16 զոհ է արձանագրվել այդ երկրում, դա եւս կարող է այսպես ռիսկի տար իր մեջ պարունակել։ Մեր մյուս հարևանների մոտ ինչպիսին է վիճակը։ Ասացի, որ Իրանում աճը արդեն բավական մեծ է, 4 օր առաջ Իրանի արտգործնախարարի տեղակալ Ալիռեզա Ռայիսին հայտարարությամբ հանդես եկավ եւ հայտարարեց, որ կորոնավիրուսի այդ նոր ալիք է բարձրանում երկրում, կոչ արեց դիմակներ կրել, պատվաստումներ անել եւ դիմեց լրատվամիջոցներին եւ կրոնական կազմակերպություններին առաջարկելով տեղեկատվական արշավ սկսել բացատրել մարդկանց այդ վտանգի մասին։ Մեր մյուս հարևանը Ադրբեջանը աշխարհում կարծեմ միակ պետությունն է, ուր դեռևս գործում է կորոնավիրուսային կարանտինային ռեժիմ, բայց դա իհարկե այսպես քաղաքական մոտիվացիա ունեցող երևույթ է, քանի որ այդ ռեժիմը հնարավորություն է տալիս Ադրբեջանի իշխանություններին փակ պահել ցամաքային սահմանները, ինչը հնարավորություն է տալիս իր հերթին զսպել արտաքին ազդեցությունը։ Բայց չնայած դրան Ադրբեջանում եւս աճում է կորոնավիրուսի ինֆեկցիան, մասնավորապես տեղեկություն էր տարածվել, որ մայիսի 13-ին կորոնավիրուսով է հիվանդացել Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Մեջինուն Մամեդովը։ Վրաստանում աճի մասին տեղեկություն առայժմ չկա։ Շնորհակալություն, Արտյոմ։ Ավարտվեց հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադարից հետո անցնող շաբաթվա միջազգային իրադարձություններ կամփոփի մեր գործընկեր Հալլա Ղալաչյանը։ Բարև ձեզ։ Հորիզոնի այս հատվածում կամփոփենք շաբաթվա ընթացքում աշխարհում տեղի ունեցած միջազգային կարևոր իրադարձությունները։ Այս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ, ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգա Ստամբուլ եւ կսպասի Պուտինին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել էր, որ Ստամբուլ կգա, եթե Պուտինը գա։ Սակայն Պուտինը Ստամբուլ չգնաց։ Ռուսական պատվիրակությունը ղեկավարում է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Միացյալ Նահանգներից Ստամբուլ էին մեկնել հատուկ բանագնացներ Քիթ Քելոգն ու Ստիվ Ուիտքոֆը։ Ընդ որում բանագնացները բանակցություններին անմիջապես չէին մասնակցում, այլ միայն հետևում էին դրանց։ Բանակցություններին մասնակցելու առաջարկ է ստացել Մարկո Ռուբիոն։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն Անկարա էր ժամանել ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար, որը վաղուց էր պլանավորված, բայց գլխավոր թեման Ռուսաստանի ու Ուկրաինայի բանակցություններն էին։ BBC-ն նկատել էր, որ եթե Թրամփի թելադրանքով ԱՄՆ պաշտոնյաների նպատակն էր սադրել կամ հրապուրել Պուտինին, որ նա գա Թուրքիա, ապա դա ձախողվեց։
Վլադիմիր Զելենսկին ինքը ժամանել էր Անկարա, որտեղ նախ հանդիպել էր Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի հետ ու նրա հետ խոսել մոտ 3 ժամ։ Նա բանակցություններում ռուսական պատվիրակության ներկայացվածության մակարդակն անվանել է խաբեություն։ Ավելի վաղ Ֆրանս Պրեսը վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրին հայտնել էր, որ Էրդողանի հետ հանդիպումից հետո միայն Ուկրաինայի նախագահը կորոշի, թե ինչ քայլեր ձեռնարկի Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններում։ Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական բանակցություններին, ապա ռուսական պատվիրակությունը Ստամբուլ էր ժամանել 5-շաբթի։ Ռուսական պատվիրակության կազմում բացի պաշտոնյաներից ընդգրկված են նաև 4 հոգուց բաղկացած փորձագետների թիմ։ Ուկրաինական կողմն էլ թերևս իր մասնակցությունն ապահովել է, բայց նախագահ Զելենսկին պնդել էր, թե Մոսկվան անկեղծ չէ պատերազմը դադարեցնելու ջանքերում, քանի որ այդպես էլ Ստամբուլ չուղարկեց մարդկանց, որոնք իրականում կարող են որոշումներ կայացնել։ Ուկրաինայի հարցով բանակցություններում ռուսական պատվիրակության խնդիրը երկարաժամկետ խաղաղություն հաստատելն է, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ով գլխավորում է պատվիրակությունը։ Նա նշել է, որ ռուսական կողմը առաջիկա բանակցությունները դիտարկում է որպես 2022 թվականին Կիևի կողմից ընդհատված խաղաղ գործընթացի շարունակություն։ Պատվիրակությունը կառուցողական է տրամադրված հնարավոր լուծումներ եւ շփման կետեր գտնելու հարցում։ Ուկրաինական կողմի հետ ուղիղ բանակցությունների նպատակն է վաղ թե ուշ հասնել երկարաժամկետ խաղաղության հաստատմանը, վերացնելով հակամարտության հիմնական արմատական պատճառները։ Այս բանակցությունները սկսվեցին երկար ձգձգումներից հետո։ Մինչ այս առաջ քաշվեց մի քանի օր հրադադար հաստատելու առաջարկը, ավելի ուշ 30-օրյա հրադադարի տարբերակը։ Միացյալ Նահանգներն էլ, որ այս ընթացքում ակտիվ մասնակցություն է ունենում այս գործընթացներում, մի քանի անգամ հայտարարել է, որ դուրս կգա գործընթացից, եթե կողմերը հստակ առաջարկներ չներկայացնեն։ Ալա Ղալաչյան, Հորիզոն։ Բանակցությունները սկսվեցին բավական բարդ իրավիճակում, երբ նախորդին Ռուսաստանը 100-ից ավելի անոթ հաճուսարքերով հարված էր հասցրել Ուկրաինային։ Իսկ եվրոպացիներն էլ իրենց հերթին փորձում են մեծացնել ճնշումը Պուտինի վրա։ Մասնավորապես Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցների թիրախում են հայտնվել նավթամթերք տեղափոխող, այսպես ասած, 189 տանկերների ստվերային նավատորմը, պատժամիջոցների ռուսական ռազմաարդյունաբերական ոլորտի հետ առնչություն ունեցող 75 անհատներ։ Երեկ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է եւ կընդունվի Բրյուսելում մայիսի 20-ին։ Միաժամանակ Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն անմիջապես։ Պատմական այց։ Այս կերպ որակվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Մերձավոր Արևելք։ Նա այցելեց Սաուդյան Արաբիա, Էմիրություններ եւ Քաթար։ Միացյալ Նահանգները նախատեսում է սերտացնել կապերը արաբական ծոցի երկրների հետ։ Ուստի այդ շրջանակում ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր, այդ թվում տնտեսական ռազմավարական համագործակցության պայմանագիր Սաուդյան Արաբիայի հետ։ Ըստ այդմ Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է Սաուդյան Արաբիային վաճառել մոտ $142 միլիարդ սպառազինություն։ Սա համագործակցության ամենախոշոր համաձայնագիրն է պաշտպանության ոլորտում, որ երբևէ կնքել է Վաշինգտոնը։ Թրամփի Սաուդյան Արաբիա քարոզիա քննարկումների առանցքում են եղել նաև Իրանի միջուկային ծրագիրն ու Գազայում պատերազմի դադարեցնելու ջանքերը։ Թրամփը միլիարդների գործարք է կնքել նաև Քաթարում։ Ըստ այդմ ամերիկյան Boeing-ը պետք է 160 ինքնաթիռ մատակարարի Քաթար ավիաընկերությանը։ $200 միլիարդ արժողությամբ գործարքի մասին հայտարարվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Դոհա կատարած այցի ժամանակ։ Թրամփը նշել է, որ այս պայմանագիրը ռեկորդային է Boeing-ի պատմության մեջ։ Ըստ Սպիտակ տան մամուլի հաղորդագրության, համաձայնագրերով նախատեսվում է մոտ $1.2 տրիլիոն շրջանառություն։ Քաթարի այցի ժամանակ ուշագրավ է եղել նաև մեկ այլ բան։ ԱՄՆ նախագահը դարձյալ խոսել է Գազայի հատվածը ազատ գոտու վերածելու մասին։ Դեռ ամիսներ առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն առաջարկել էր Գազայի հատվածի 2.1 միլիոն բնակիչներին տեղափոխել հարևան երկրներ։ Այս առաջարկը բուռն քննադատության էր ենթարկվել։ Իսրայելական օդուժը ինտենսիվ հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, որի հետևանքում զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի։ Զոհվածների մեծ մասը կանայք եւ երեխաներ են։ Երեք իսրայելական բանակը Գազա քաղաքի մի քանի թաղամասերում մարդկանց տարհանման նոր նախազգուշացում է տարածել, սակայն տարհանման հայտարարությունից անմիջապես հետո իսրայելական ինքնաթիռները մի քանի ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող թիրախներին։ Լրատվամիջոցները պատմական իրադարձություն են անվանել նաև Դոնալդ Թրամփի եւ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարայի հանդիպումը։ Այն տեղի ունեցել Էյր Ռիադում։ Վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ անձամբ հանդիպում են ԱՄՆ եւ Սիրիայի առաջնորդները։
Եվ ուշագրավն այն է, որ Սիրիայի ղեկավարը Իրաքում կռվել է ԱՄՆ-ի դեմ Ալ-Քայդայի եւ Իսլամական պետության կազմում։ Նա բանտարկված է եղել ամերիկյան բանտերում, բայց երբ 2024 թվականի դեկտեմբերին թուրքական ուժերի օգնությամբ նա գրավեց Սիրիայի իշխանությունը, իրավիճակը փոխվեց։ Որոշ ժամանակ առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգները $10 միլիոն էր առաջարկել Ահմեդ Ալ-Շարայի համար, համարելով, որ նա ահաբեկչական կազմակերպության ղեկավար է, իսկ մայիսի 14-ին Թրամփը սեղմեց նրա ձեռքը։ Նույնիսկ երբ լրագրողները Թրամփի կարծիքն էին հարցրել այս ամենի մասին, նա դրական էր արտահայտվել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Սիրիայի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները վերացնելու Թրամփի որոշումը պատմական նշանակություն ունի։ Թրամփը հորդորել է Սիրիայի ժամանակավոր նախագահին միանալ Արաբական Միացյալ Էմիրություններին, Բահրեյնին եւ Մարոկկոին, որոնք 2020 թվականին կարգավորել են հարաբերությունները Իսրայելի հետ։ Խոսքը արաբական երկրների եւ Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ կնքված, այսպես կոչված Աբրահամի համաձայնագրերի մասին է, որին կարող են միանալ 4-ից 6 երկիր, այդ թվում Սիրիան, Լիբանանը, Հայաստանը եւ Ադրբեջանը։ Այս մասին հայտնեց ԱՄՆ մերձավոր արևելքի հարցերով հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը։ Իրան-ԱՄՆ հարաբերություններում հետաքրքիր զարգացումների մասին է գրում The New York Times-ը։ Ըստ պարբերականի Իրանի իշխանությունները Միացյալ Նահանգներին առաջարկել են ուրանի հարստացման կոնսորցիում ստեղծել ամերիկյան ներդրումների ներգրավմամբ։ Պարբերականը վկայակոչել է Իրանի կառավարության 4 աղբյուրներ, նշելով, որ կոնսորցիումը կարող է Իրանի միջուկային ծրագրի փակման այլընտրանք դառնալ։ Եվ Իրանից բացի կոնսորցիումին կմասնակցեն Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Համաձայնագրի շրջանակներում Իրանը կկարողանա հարստացնել ուրանը, որից հետո այն կարտահանի այլ երկրներ զուտ խաղաղ նպատակներով օգտագործելու համար։ Թերթի տեղեկատվության համաձայն կոնսորցիումի ստեղծման առաջարկը Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը փոխանցել է ԱՄՆ նախագահ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆին մայիսի 11-ին Օմանում կայացած բանակցությունների վերջին փուլի ժամանակ, սակայն Ուիթկոֆը հերքել է, որ նման քննարկումներ են եղել բանակցությունների ընթացքում։ Իսկ այդ ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ Միացյալ Նահանգները շատ մոտ է Իրանի հետ միջուկային համաձայնության հասնելուն եւ որ Թեհրանը համաձայնել է իր պայմաններին որոշ վերապահումներով։ Սրանով հանդերձ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննադատել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։ Թրամփը ասել էր, թե Իրանը մերձավոր արևելքում գտնվող ամենաապակառուցողական ուժն է։ Արաղչին ցավալի է համարել այն, որ Թրամփն անտեսում է Իսրայելի սպառնալիքներն ու հանցագործությունները, փոխարենը Իրանն է որակում որպես սպառնալիք։ Ըստ նրա նման քայլը մոնորեցնելու նպատակ ունի եւ Թրամփը տեղերով փոխում է իրական սպառնալիքները, հայտարարել է Արաղչին։ Մինչ Իրանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռ փորձում են հարթել հակասությունները, Հնդկաստանն ու Պակիստանը այս շաբաթ հրադադար հայտարարեցին։ Ու ճիշտ այս ժամանակ Հնդկաստան-Պակիստան փխրուն հարաբերություններից փորձում է օգտվել Բաքուն։ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարը կոչ է արել Դելիին ուշադիր լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում, մեկնաբանելով այդ լարվածությունն ու Բաքվի անվերապահ աջակցությունը հայտնել Իսլամաբադին։ Բաքվի այս հայտարարությունները կապված են Հայաստանի ու Հնդկաստանի ռազմական գործարքի հետ։ The Times of India պարբերականը վկայակոչելով իր աղբյուրները ամիսներ առաջ հաղորդել էր, որ Հայաստանը, ԱՄՆ եւ Ֆրանսիան 2023-ից 24 ֆինանսական տարում դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները։ Նոր երանգներ են նշմարվում Թուրքիայի հետ ԱՄՆ հարաբերություններում, այդ մասին գրում են թուրքական պարբերականները։ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Թուրքիային ավելի քան $304 միլիոն հրթիռների եւ հարակից սարքավորումներ վաճառելու գործարքին։ Այն ներառում է միջին հեռահարության օդ-օդ դասի հրթիռներ ու ուղղորդող սարքեր, որոնց արժեքը կազմում է մոտավորապես $225 միլիոն։ Այս հրթիռները հիմնականում օգտագործվում են օդային մարտերում եւ համատեղելի են F-16 կործանիչների հետ, որոնք կազմում են Թուրքիայի ռազմաօդային ուժերի հիմնական բաղադրիչը։ Առաջարկվող գործարքը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրես։ Եթե 15 օրվա ընթացքում առարկություններ չներկայացվեն, վաճառքը կընթանա ըստ նախատեսվածի։ Թբիլիսիում էլ փորձում են մեղմացնել Վրաստան-ԱՄՆ լարվածությունը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ փոխնախագահ Ջեյդի Վենսին, զարմանք հայտնելով երկու երկրների միջև հարաբերությունների վերագործարկման հեռանկարների շուրջ Վաշինգտոնի լռության վերաբերյալ։ Մի քանի շաբաթ առաջ ես ձեզ նամակով դիմեցի վրաց-ամերիկյան հարաբերությունների մասին։ Նամակին նախորդել էին իմ հրապարակային հայտարարությունները, որոնցում ներկայացրել էի Վրաստանի պատրաստակամությունը
վերսկսել Վրաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերությունը մաքուր էջից, սակայն մենք դեռ պատասխան չենք ստացել նամակին եւ հրապարակային հայտարարություններին։ Ավելին դեռ չի կայացել բարձր մակարդակի հաղորդակցություն Վրաստանի եւ Միացյալ Նահանգների իշխանությունների միջև։ Աշխարհաքաղաքական իրողություններն այս ընթացքում գերակայում են գրեթե ամենուր, մասնավորապես Գազան ու Ուկրաինան եղել են Կաննի այս շաբաթ մեկնարկած կինոփառատոնի օրակարգում։ Փառատոնի մեկնարկին կինոաշխարհի ավելի քան 380 գործիչներ բաց նամակ են հրապարակել դատապարտելով Գազայի ցեղասպանությունը։ Ստորագրողները, որոնց թվում Հոլիվուդի աստղեր են, դատապարտել են պաղեստինցի 25-ամյա աղջկա Մահը, ով զոհվել է անցած ամիս իր 10 հարազատների հետ Իսրայելի օդային հարվածից։ Ուկրաինային վերաբերող ֆիլմերն էլ կլինեն Կաննի կինոցանկում։ Այդ թեմայով 3 ֆիլմ կցուցադրվի։ Իդեպ այս տարի Կաննում անցկացվում է արդեն 78-րդ կինոփառատոնը, որտեղ այս տարի ժյուրին կգլխավորի օսկարակիր Ֆրանսուի Ժուլիետ Բինոշը։ Փառատոնի ներկայացված է 22 ֆիլմ, փառատոնն այս տարի աչքի ընկել նրանով, որ բացման ժամանակ ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոին շնորհվել է ոսկե արմավենու ճյուղ։ Խստացվել են այսպես ասած Կարմիր գորգի կանոնները։ Խստիվ արգելվում է Կարմիր գորգի վրա երևալ այսպես ասած մերկ հագուստներով։ Այսքանն էինք առանձնացրել ձեզ համար միջազգային լրահոսից այս շաբաթ։ Կհանդիպենք մեկ շաբաթից, ցտեսություն։